Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր պատրաստում ենք շատ համեղ, սննդարար եւ օգտակար փլավ ոսպով ու հավի մսով, որը ստացվում է հատիկ-հատիկ եւ շատ գեղեցիկ։ Այս ուտեստը միավորում է ավանդական համերն ու առողջարար բաղադրիչները, դարձնելով այն հիանալի ընտրություն թե ընտանեկան ճաշի, թե տոնական սեղանի համար։ Հավի միսը եւ ոսպը միասին ապահովում են սպիտակուցների, երկաթի, վիտամինների կատարյալ հավասարակշռություն, տալով էներգիա եւ ուժ ամբողջ օրվա համար։ Որպեսզի հավի կրծքամիսը փլավի մեջ մնա այսպես սպիտակ եւ փլավը ստացվի հատիկ-հատիկ, կան մի շարք գաղտնիքներ, որ պետք է պարտադիր իմանալ։ Դե ինչ, ժամանակ չկորցնենք եւ անցնենք գործի։ Փլավը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 բաժակ ոսպ, 1 միջին չափի գազար, մի փոքր փունջ համեմ, 2 տեսակի սոխ, 50 մլ բուսայուղ, 300 գրամ եփած հավի կրծքամիս, աղ, կարմիր պղպեղ, ինչպես նաև չորացրած ցիտրոն։ Ոսպը մի քանի անգամ լավ լվանում ենք եւ մի կողմ ենք դնում։ 1 բաժակ ոսպը եթե նախապես թրջում ենք, եփելու համար անհրաժեշտ է 2 բաժակ ջուր, իսկ եթե չենք թրջում, անհրաժեշտ է 3 բաժակ ջուր։ Ոսպը ես նախապես չեմ թրջել եւ եփելու համար օգտագործելու եմ 1 բաժակ հավի արգանակ եւ 2 բաժակ եռման ջուր։ Որպեսզի փլավի մեջ գազարը գեղեցիկ երևա, ծողիկաձև կտրտում ենք, մարացնում ենք նաև 2 գլուխ սոխ։ Հագեցած համ ստանալու համար ես օգտագործում եմ կարմիր եւ սպիտակ սոխ, եթե սոխ չեք սիրում, կարող եք չավելացնել։ Թարմության նրբերանգ հաղորդելու համար կօգտագործենք մի փոքր փունջ համեմ։ 300 գրամ հավի կրծքամիսը բաժանում ենք մանրաթելերի։ Որպեսզի հավի կրծքամիսը եւ արգանակը համեղ ստացվեն, միսը 5 րոպե եփելուց հետո առաջին ջուրը պարտադիր թափում ենք։ Այդպես արգանակը ստացվում է թափանցիկ, իսկ միսը շատ համեղ, առանց ավելորդ արտահայտիչ համերի։ Սիրելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ եւ հետաքրքիր բաղադրատոմսեր։ Նախ պատրաստում ենք սոխիեռ։ Գազարը եւ սոխը միասին տապակում ենք այնքան, մինչև սոխը դառնա թափանցիկ։ 3-4 րոպե տապակելուց հետո ավելացնում ենք չորացրած ցիտրոն։ Այն մեր պատրաստած փլավին յուրահատուկ համ կհաղորդի։ Չորացրած ցիտրոնի փոխարեն կարելի է օգտագործել չորացրած ռեհան։ Ընտրեք ձեր քիմքին հարմար տարբերակը։ Չոր կանաչիները անմիջապես տաք ձեթի մեջ ավելացնելիս դրանց բույրը ավելի լավ է բացվում։ Կես թեյի գթալ կարմիր քաղցր պղպեղ եւ մի լավ խառնում ենք։ Բույրը արդեն իսկ խոստումնալից է։ Ավելացնում ենք ոսպը, 1 բաժակ հավի արգանակ, 2 բաժակ եռման ջուր, մի փոքր աղեշ ճաշակի եւ թողնում ենք եփվի։ Հավի կրծքամիսը ոսպի հետ միասին չենք եփում, քանի որ մսի գույնը կփոխվի եւ տեսքը ախորժելի չի ստացվի։ Ցածր կրակի վրա եփում ենք 20-ից 25 րոպե, մինչև ամբողջ ջուրը քաշվի։ Բարեկամներ, իմ ալիքում կան ոսպով պատրաստվող հրաշալի աղցանների բաղադրատոմսեր։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Եթե ոսպ շատ եք սիրում, կարող եք հերթով պատրաստել, մեկը մյուսից համեղ տարբերվող աղցաններ են։ Երբ ջուրը գրեթե քաշվել է, ավելացնում ենք հավի կրծքամիսը, սակայն դեռևս չենք խառնում։ Ծածկում ենք, եփում ենք եւս 2-ից 3 րոպե։ Վերջում ավելացնում ենք մանրացրած կանաչին, մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն եւ անմիջապես մատուցում ենք։ Շատ համեղ է ստացվել, խորհուրդ եմ տալիս, որ բոլորդ էլ պատրաստեք։ Սիրելիներս, այս փլավը հարուստ է բուսական եւ կենդանական սպիտակուցներով եւ համարվում է դիետիկ սնունդ։ Դե ինչ, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, սնվեք առողջ եւ եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։